Սիրելի հայրենակիցներ, իմ գործընկերներն այսօր խոսեցին այն մասին, որ նախագահ Քոչարյանը կալանավորված է, նրա որդին կալանավորված է, եւ այսպես մասշտաբային հերթական քաղաքական տերորն է իրականացվում, այս անգամ արդեն Հայաստան Դաշնքի առաջնորդի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Եվ այդ ֆոնին Սասուն Միքայելյանը գալիս է ամբիոնին ելույթ է ունենում, իմիջիալից այլ պետք է հասկանալ, թե ինչպես է ելույթ ունենում այն պարագայում, երբ գրանցված չէր, սա շատ հետաքրքիր դրվագ է, սրանից հետո մենք էլ օգտվենք նման հետաքրքիր երևույթներից, բայց ինչևէ դա չի հարցը։ Պարոն Միքայելյան, դուք խոսեցիք հոկտեմբերի 27-ին, միգուցե տեղյակ չեք, բայց ասեմ, որ նախագահ Քոչարյանը այս պահին կալանավորված չէ հոկտեմբեր 27-ի իրադարձությունների համար։ Ես վստահ եմ, որ դուք դրա մասին պետք է իմանայիք, բայց եկել եք այստեղ մի ամբողջ նարատիվներ եք կառուցում մեր երկրում տեղի ունեցած ողբերգությունները նկարագրելով, այո, դա մեր պատմության ամենասև էջերից մեկն է, մեծագույն ողբերգություն է տեղի ունեցել, եւ դա հիմա որ եկել նկարագրում եք, այդ շղթան բերում եք հասցնում որտեղ։ Դուք հասկանում եք, պարոն Միքայելյան, մի ընդհատեք, պարոն Միքայելյան, մի ընդհատեք։ 8 տարի իշխանության եղած մարդիկ նման հարցադրումներով չեն խոսում, պատասխաններով են խոսում, ոչ թե հարցադրումներով։ Դուք եկել եք ում եք ինչ հարցնում։ Պարոն Անդրանիկ Քոչարյանն էլ ինձ ընդմիջման ժամանակ ասում է, որտեղ է այն ձայնագրությունը, պարոն Քոչարյան, ասում է Աննա, որտեղ է այս ձայնագրությունը, պարոն Քոչարյան։ Իմ ազգանունը Գրիգորյան է, Վարդապետյան չի։ 8 տարի հնարավորություն ունեցել եք Վարդապետյան Աննային հարցեր տալու, պատասխան ստացել եք, որ պատասխան չեք ստացել, եկել եք ինչ հարցադրումներ եք այստեղ հնչեցնում։ Ես վստահ եմ, որ դուք պետք է կարևորեք ձեր կարգավիճակը, ձեր համապատասխան հանձնաժողովի ղեկավար լինելու հանգամանքը, բայց լավ, դա էլ երկրորդական։ Պարոն Միքայելյան, ինչպես ասացի, իսկապես մեր պատմության ամենասև էջերից մեկն է եղել։ Եվ հոկտեմբերի 27-ից հետո նախագահ Քոչարյանի առաջարկով վարչապետ է նշանակում, ես խնդրում եմ ապահովել լռությունը։ Հոկտեմբերի 27-ից հետո վարչապետ է նշանակվում նախագահ Քոչարյանի առաջարկով Արամ Սարգսյանը։ Պատահական մարդ չէր Արամ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրն էր։ Եվ դա ինչ նպատակ ուներ։ Քաղաքական ժեստ էր, որպեսզի այն մարդը, ով ամենաշատը պետք է հետաքրքրված լիներ նման ողբերգության բացահայտմամբ, իրականում տեղ չթողներ կասկածի, որ կբացահայտվի։ Այն ժամանակ դատախազովա նշանակվում Գագիկ Ջահանգիրյանը, այդ հարցադրումները ինձ տալու փոխարեն Գագիկ Ջահանգիրյանին տվեք, Բորիս Նազարյանին տվեք։ Ընդհանուր առմամբ ողբերգությունից հետո կարևորագույն պաշտոններին նշանակվում են մարդիկ, ովքեր ոչ թե Ռոբերտ Քոչարյանի մարդիկ էին, ովքեր պետքա պարտակ էին, այլ մարդիկ էին, ովքեր ուղիղ հետաքրքրվածություն ունեին ողբերգության բացահայտման մեջ։ Եվ եղավ այն ինչ եղավ, Նայիրի Հունանյանը այսօր ԱԱԾ պատվալում է։ Եթե նոր բան կար բացահայտելու, բա ինչ էիք անում այսքան ամբողջ ժամանակահատվածում, ու հիմա գալ մի ամբողջ ելույթ կառուցել, տպավորություն թողնելով, որ հենց այդ ողբերգության համար է հիմա նախագահ Քոչարյանը կալանավորված, չէ, դուք ձեզ համար ուղղակի եզակի այսպես քարտ կլիներ ձեր ձեռքին, եթե դուք կարողանայիք նման այդ առիթով ինչ-որ բան գտնեիք, որ նախագահ Քոչարյանին կալանավորեք, այդպես չի։ Ձեր անմիջական մտերիմ մարդիկ նշանակվել են ամենապատասխանատու պաշտոններին, որպեսզի կարողանան բացահայտել գործը, եւ գործը բացահայտված այնքանով, որքանով այս բան բացահայտված է, եւ եթե դուք արտաքին հետքն եք փորձում փնտրել, ես ոնց հասկացա, փորձում եք դրան էլ տանեիք։ Ինչ որ անհասկանալի հավանաբար ադրբեջանական կայքի մեջ վերում էիք անում, ես չհասկացա դա ինչ է։ Ես ի տարբերություն ձեզ ադրբեջանական կայքից մեջ վերում չեմ անի, այլ Վազգեն Սարգսյանի հարազատ եղբոր Արմեն Սարգսյանի մի միտքը հնչեցնեմ արտաքին հետքի հետ կապված, մասնավորապես նա ասում է հետևյալը. այն արտաքին ուժերը, ովքեր կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը, կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին։ Ես չգիտեմ Արմեն Սարգսյանը ճիշտ է թե սխալ է։ Ես չգիտեմ Արմեն Սարգսյանը ում նկատի ունի, բայց Արմեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբայրն է։ Արմեն Սարգսյանը իր հարազատ եղբայրն է եւ Ներողություն, հարգելի գործընկերներ, մի միջամտեք,
Էդգար Ղազարյանն էլ երկրորդ նախազգուշացումը իր տեղից արված արտահայտության համար։ Եթե մի հատ էլ Էդգար Ղազարյանը տեղից խոսի, ինքը վստահաբար կհասկանա, որ նախագահող կա, որը իրան դուրս կհանի այս դահլիճից։ Շարունակեք Տիկին Սասո Գրիգորյան։ Միքայելյանը կարծես թե բավականին ավելի հաճախ էր, բայց ես խնդիր չունեմ։ Ավելացրեք ժամանակը Տիկին Գրիգորյանին 2 րոպե։ Իմ ասացի ընդհանուր տրամաբանությունը դա էր, պարոն Միքայելյան։ Մեր մութ էջերը, սև էջերը, ողբերգությունները ցավոք սրտի տարիներ շարունակ միայն շահարկման առիթ են եղել։ Ոչ թե իրական բացահայտումների հետևից գնալու, իրական մեղավորների պատժվելու, այլ ուղղակի քաղաքական ցավոք սրտի, քաղաքական դիվիդենդ ստանալու համար շահարկման առիթ են եղել։ Եվ ինչպես ասեցի, այն մարդիկ, ովքեր ձեր անմիջական շրջապատում գտնվող մարդիկ են եղել, եւ այն նշանակված են եղել կարևոր պաշտոնների, ովքեր պետքա բացահայտեն եւ չեն բացահայտել։ Պարոն Միքայելյան, ինձ համար ականջ ծակեց, գիտեք նաեւ որ նախադասությունը, որ ասում եք այն տարածքը Արցախին նկատի ունենալով, որի համար կյանք ենք տվել մենք բոլորս։ Բա ուր այդ տարածքը, որի համար մենք բոլորս կյանք ենք տվել։ Եվ դուք այսօր Արցախյան կորստից հետո, ողբերգությունից հետո մի բառ, առաջին ձեր ելույթն է, մի բառ չեք ասում դրա մասին։ Էլի հոկտեմբերի 27, Արցախի մասին չեք ասում, էլի հոկտեմբեր 27 եք ասում։ Դա ցավալի է ու ձեզ եմ ասում, ցանկացած մեկին դա չէի ասի։ Ցանկացած մեկին չէի ասի, որովհետև իրանք այդքան կապ չունեն, եթե ընդհանրապես կապ ունեն Արցախի հետ։ Դուք կապ ունեք։ Եվ այսօր ձեր առաջին ելույթին դուք էլի Ռոբերտ Քոչարյան, դուք էլի հոկտեմբերի 27, էլի մարտի 1, մեր այով մութ վատ էջերն են։ Բայց 18 թվականին չեմ գոռում, ուղղակի բարձր եմ խոսում, էմոցիոնալ եմ խոսում։ Պարոն Միքայելյան, ձեզ նախազգուշացում եմ հայտարարում, հերիքա տեղից ընդհատեք, մի ընդհատեք տեղից, մի ընդհատեք։ 18 թվականին մի նախադասություն ասացի, կարծում եմ հետո ճակատագրական եղավ։ Վարաստիկ հեղափոխությունը ավելի կարևոր է, քան Արցախյան հերոսամարտը։ Նույն կոնտեքստը է եղել, կներեք, եթե բառացի չեմ ոչ։ Դուք էլ մեր ցուցակում եք այդ ժամանակ, կարող եք ձեր դժգոհության ձայնը բարձրացնել, բայց մի ընդհատեք, պարոն Միքայելյան, ես էլ չպիտի ընդհատեմ։ Շարունակեք Տիկին Գրիգորյան, ավելացրեք Տիկին Գրիգորյանի ժամանակը 2 րոպեով։ Ես առաջարկում եմ դուք ինքներդ ձեզ նկատողություն անեք։ Ես արդեն ձեր առաջարկն ուշացած է, ես արդեն արեցի։ Շարունակեք ձեր ելույթը։ Ես այդ իմիջիալոց այդ նախադասությունը, որ ասում եք, ես ուզում եմ հասկանալ, քանի տարի պետք է անցնի, որ անդադ է 18 թվականի մեր ցուցակում է։ Հասկանում եք ինչքան էժան է դա արդեն հեչում։ Ես խոսում եմ նրա մասին, որ հայտարարություն ա եղել, որ Արցախյան հերոսամարտը ավելի կարևոր է, քան հեղափոխությունը ավելի կարևոր է, քան Արցախյան հերոսամարտը։ Դրան իբր հակաարգումենտ ասում է 18 թվականի մեր ցուցակ։ Լավ, հոգնեցինք, զզվեցինք իսկականից այդ հայտարարություններից։ Բայց իսկապես ինձ համար շատ ցավալի էր պարոն Միքայելյանի այդ հայտարարությունը, որովհետև իր քաղաքական ուժի ղեկավարը ուղիղ պատասխանատու եւ ուղիղ մեղավոր է, ինչպես դուք եք ասում, այն տարածքի կործանման համար, որի համար դուք կյանք եք տվել։ Մեր տղաներն են իրենց կյանքը տվել, Եռաբլուրում հանգչող տղաներն են իրենց կյանք տվել։ Բայց ոչ մի բառ դրա մասին եւ նորից հոկտեմբերի 27, որի մասին մենք բոլորս գիտենք, լսել ենք 1000 անգամ եւ որ ինչպես դուք ասում եք պիտի բացահայտվի, բայց մինչև հիմա ընդամենը գալիս եք որպես իշխող ուժի ներկայացուցիչ հարցեր եք տալիս, հարցերը ուրիշ մարդիկ են տալիս, դուք պիտի պատասխանները տաք, պարոն Միքայելյան, լավ հասկացանք։ Սիրելի հայրենակիցներ,